Իսկ վաղվա բարի լույսը կավետենք Աղվան Վարդանյանի ելույթով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Տիկին Ջուլակյան, մի երկու բառ ձեր մասին, որովհետև վերջում մոռանում ենք ձեր մասին, թե ինչի համար ենք հավաքվել։ Ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, Տիկին Ջուլակյանին արդեն բավական երկար ժամանակից ճանաչում եմ եւ իմ համար հեղինակություն որպես իրավաբան կարող եմ նշել ցանկացած խորհուրդ, հարց, օրենքի հետ կապված ցանկացած ինչ-որ դրույթ եթե լինում է, մոտենում եմ Տիկին Ջուլակյանին եւ վստահաբար ինքը հստակ պատասխանում է իմ բոլոր հարցերին եւ ես իմ տեսած իրավաբաններից լավագույններից է եւ ես ողջունում եմ ձեր տեխնատությունը եւ ընտրությունից հետո մաղթում եմ ձեզ բարի երթ։ Հիմա անցնենք մի քանի ելույթների խոսքերի ոնց եք ուզում ձևակերպենք։ Տեսեք, այստեղ սիրելի հայրենակիցներ, մի բան եմ ուզում ասել, ես նախ ձեզնից ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից, որովհետև ինչա կատարվում, ինձ երբ փողոցում հանդիպում եք, ասում եք, «Էդ ինչա, էլի նույն պատմությունն է, դուք ասիք, մենք ասիք, նրանք ասին, այս բանի մեջ եք, այս դիսկուրսի մեջ եք մտել», ես ձեզանից ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ, որ այս հանձնաժողովի նախագահների ընտրությունները վերջանա, անպայման զբաղվելու ենք ձեր հարցերով, ինձ դիմել են Ծովազարդ բնակավայրից, հարգելի ծովազարդներ, չենք մոռանալու ձեր դպրոցի մասին, Լճապ բնակավայրից, Ծաղկաշենցիներ, հարգելի ծաղկաշենցիներ, գալու ենք ձեր մոտ, Սևանա լճի համակարգի խախտման դեպքով ինձ ուղարկած հարգելի քաղաքացի ձեր տեսանյութը, գործը արդեն իսկ սկսվել է, գործը ընթանում է եւ ձեզ կպատասխանեմ, բայց մի քանի բան չասել ուղղակի չեմ կարող։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ դուք բացեք ամեն օր ձեր հեռուստացույցը, չգիտեմ, եթե նույնիսկ ձեր համար տհաճել է, բայց խնդրում եմ, եթե նայեք մեր հարգելի ընդդիմության գործընկերների ելույթները եւ դուք իմ կարծիքով մի բան ձեր մոտ կֆիքսեք։ Այստեղ ինչա կատարվում։ Այստեղ հիմնականում գալիս են, ասում էին գալիս ենք ձեր մասին մտածելու, ձեր հարցերով զբաղվելու, բայց յուրաքանչյուր ելույթի գոնե մի քանի րոպե նվիրված է Հայաստան էլեկտրոցանցերին, որը ըստ էության պետականացման այդ փուլում է, որը դպրոցների, մանկապարտեզների եւ այլնի վրա ըստ մամուլի կամ ըստ հայտարարությունների հավելագրումներ արել եւ այլն եւ այլն։ Երկրորդը, այստեղ խոսվում է կամ Հայաստան էլեկտրոցանցերից կամ խոսվում է օրինակ անցած անգամ պարոն Ֆարմանյան երևի խոսում էր այստեղ ապրանքաշրջանառությունից, խոսում էր ԵԱՏՄ-ի ռիսկերից եւ այլից, որպես տնտեսագետ ես էլ մի երկու հարց ունեմ պարոն Ֆարմանյանին, հուսով եմ այս հարցերից կպատասխանի, ես բացեցի պարոն Ֆարմանյանի կենսագրությունը ու տեսա, որ ինքը աշխատել է Հայաստանում արկային մաքսային պետեկամների կոմիտեում, ուզում եմ պարոն Ֆարմանյանին հարց տալ, օրինակ պարոն Ֆարմանյան, ձեր աշխատած ժամանակահատվածի եւ հիմակվա բյուջե գեներացված գումարների տարբերությունը արդյոք դուք տեսել եք եւ ոնց է լինում, որ օրինակ հանրապետական կուսակցության ժամանակ դու պարբերաբար ըստ մամուլի արագությամբ բարձրանում է ձեր դիրքերը, բարձր պաշտոններ եք զբաղեցնում, բայց օրինակ 2019 թվականին էլ չեք աշխատում, այսինքն այն ժամանակ ձեզ առաջնորդում էին, այն ժամանակ ձեզ օգնում էին ձեր բարեկամներն, ընկերները, որ մեզ մեղադրում եք դրա մեջ, եւ ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, հիմա ստացվում է այնպես, որ ձեր այդ ժամանակվա պետական եկամների կոմիտեից այսօր հարյուրավոր գույքեր, հարյուրավոր միլիոնների գույքեր են պետությանը վերադարձնում, ըստ էության գործեր կան եւ արդյոք դուք գիտեիք այդ մասին, արդյոք այն ժամանակ, որ դուք մաքսայնում եք աշխատում, այսքան ազատ էր, ապրանքների ներկրումն, ապրանքների արտահանումն արդյոք ազատ էր, արդյոք հարկային պարտավորությունները բոլորն էին կատարում, թե օրինակ կար արտոնյալ պաշտոնյաներ, որոնք այդ հարկային պարտավորությունները չէին կատարում։ Պարոն Կարապետյան, ասում եք ձեզ դատելու են, եթե, չգիտեմ, ասեն շարունակեք եւ այլն հաջորդ դատավորը, մի խոսքով,
որը այո, ես ուզում եմ ասել, մեզ արդեն դատել են։ Մենք դատվեն օր ենք եկել այստեղ։ Այսինքն ձեր հայրիկի իշխանության տարիներին մենք արդեն դատվել ենք։ Դատվելուց հետո ենք եկել այստեղ։ Այնպես չի, որ այդ դատվելը, այդ դատարանները, այդ հրահանգով դատարանները մենք չգիտենք։ Կամ հարգելի գործընկերներ, ասում եք դատարաններին հրահանգում եք։ Ես վստահաբար ասում եմ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, եթե մենք դատարաններին հրահանգելու լինեինք, մեր ժողովուրդը քարոզարշավի ժամանակ բռնում էր ու ասում էր Ռոբերտ Քոչանին դատեք եւ մենք ձեզ եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ 400,000 ավել ձայն կտար։ Եթե մենք հրահանգել ունեինք, կտես հրահանգեինք։ Սիրելի գործընկերներ, ասում եք բանամ։ Պարոն Ղազյան, հա, երևի ասում է, եթե սենց լինի նիստերը կկատվածար կլինի, կներեք, բայց չգիտեմ ով էր այստեղից ասեց։ Չէ, Ժորժան, ընդդիմության գործընկերներ ասեցիք, մի նենց արեք, որ նիստը կատվածար լինի, երևի ձեր բացենք կնայենք։ Ժորժան, նիստերը կատվածար լիներ, դա սպառնալիք չի, այսինքն այդ լուրջ չի ազգային ժողովի պատգամավորի ստեղի ասածը։ Ասում է բանա, լրատվամիջոցներին ասում է ճնշում եք, մի քանի օր երբ նիստը նոր էր սկսվել, ստեղից մեկ պատգամավոր էլի ընդդիմությունից ասեց, որ լրագրողների ճանապարհները փակել է պարոն Ռուբինյանը, չի թողնում այս կողմից այն կողմ ասնեն, լրագրողներն այնտեղից ասում են, որ չէ, նման բան չկա, բայց ինքը նորից պնդում է եւ այդ վերնագրով նյութերը տարածվում են։ Լրագրողների ճնշում եթե լիներ, սիրելի գործընկերներ, լրագրողները այստեղ նստած իմ գործընկերների հասցեին երբ ինչ ուզում գրում են, սուտ, կեղծ, չգիտեմ, ու չեմ հիշում ով այստեղից ասեց, որ գրում են, դրանից հետո էլ թե հերքում են, թե դատարանում պարտվում են, էլ այդ կապ չունի, գրում են ու հասնում է գնում է, ընդ որում, այդ նույն թերթերին եթե մտնում նայում ես, բոլորը ձեզ գովերքում են, այսինքն տարբերությունը ասում է հա ում գործից ազատում են դառնում անդիմադիր կամ ում ապօրինի գույքը արդեն դատարանը մտնում ապօրինի գույքի բռնագազման օրենքի շրջանակներում մեկ էլ տեսնում ես համալրում ընդդիմության շարքերն ու հաջորդ վարքյանին հայտարարում է խաղ բանտարկյալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, խաղ բանտարկյալ ասում են այն մարդկանց, ովքեր դուք տեսակ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ովքեր, չգիտեմ, ուզում էին ըստ էության մեքենաների անիրներ ծակել, մարդիկ, ովքեր ուզում էին ահաբեկչական գործողություններ անել եւ ընդ որում այդ մարդկանց թիմին կամ այդ մարդկանց կուսակցությանը սատարողները 2020 թվականի նոյեմբերի 9-ին այդ ամեն ինչը կատարեցին։ Հիմա մեզ ասում են, չէ, դու պետքա թողեք, իրանք գանստե կատարեն, իրանց հանցագործությունը նոր ասեք բռնեք կամ եւ այլն։ Սիրելի հայրենակիցներ, եւ նելի ասում եմ, խնդրում եմ ձեզ, բացեք եւ մեր արգելին դիմադիր գործընկերների ելույթները լսեք, այնքան օտար երկրների անուններ են տալիս, այսինքն իրենք այստեղ ոնց որ այդ երկրների ներկայացրողներն են ու ոնց որ ասեց ընդդիմադիր չեմ հիշում որ պատգամավորը նրանք սպառնալիք են ըստ էության Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալություն։